Դե ինչ, շատ կարևոր թեմաներ ունենք այսօր, ինչի շուրջ խոսելու ենք, շատերից համար ցավոտ թեմաներ են, բայց դե ինչ արած, սովորաբար տոներից հետո այդ ստրեսային վիճակն է գալիս բոլորիս մոտ, աճ-աճկը թրթռում են, amanավանդ եթե ունեք 3 երեխա, 2 եւ ավել երեխա, դա իմ մասին է, ու երբ որ շաբաթ կիրակի հետո գալիս է 2 շաբթի կրկին էլի ստրեսի մեջ ենք ընկնում, ինչ անել, ինչպես հնարավոր է արդյոք այս ամենի դեմ պայքարել, կա ինչ-որ մեխանիզմ, այդ հարցերին կարող են պատասխանել ոչ թե հարևան Վարդանուշը կամ Բաքում նստած տատիկները, այլ մասնագետները։ Մեր հյուրն է այսօրվա հոգեբան Անի Ապիտոնյանը։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Ունտիր, մեր հետ ամեն ինչ օքեյ է, նորմալ է, կարող ենք։ Այո, կարող ենք շփվել։ կարող ենք։ Նոր տարի կամ տոներ, հա, ռսարակ։ Դա ֆանտաստիկ բաներ են, երբ որ սպասում ես տոն, նոր տարի, պետք է լինեն զվարճանք, նվերներ, ուրախություն, տրամադրություն, ժպիտներ, ընկերներ, նվերներ, բայց դառնում է մեր համար ինչ-որ սարսափելի մի բան։ Ինչու է այդպես։ Սարսափելի գնահատականը շատ զրնգուն էր, երևի դա ձեր գնահատականն է, հենց հա։ Սկսենք նրանից, որ գոյություն ունի դրական եւ բացասական ստրես։ Տոները իրենք դրական ստրեսներ են, ստրեսորներ են։ Այսինքն այնպես չի, որ մարդը օրինակ ամուսնանում է եւ ստրես չունի։ Ամենաերջանիկ պահերից մեկն է կյանքում, բայց մարդը ստրես ունի։ Այսինքն ստրեսային գործոնները միշտ կան մեր կյանքում։ Հաճախ օրվա ընթացքում մենք ունենում ենք դա։ Ուղղակի կյանքի ընթացքում սովորում ենք դրանք հաղթահարել։ Եվ մեր վրա կարող են ազդել այն ստրեսային գործոնները, որին մենք դեռ պատրաստ չենք հաղթել կամ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններ կան դրա համար։ Օբյեկտիվը, եթե տոնական նոր տարվա ամանորյա երուզերին նայենք, օբյեկտիվը հավանաբար շատ հյուր գնալ գալու, շատ առևտուր անելու։ Դա դրական ստրեսն է։ Ոչ։ Սա բացասական, որ մենք այդպես ենք դիտարկում։ Քանի որ սուբյեկտիվ մաս կա, ես հոգնած եմ, ես երբ որ տոն եմ ուզում եւ հանգիստ եմ ուզում, ես ուզում եմ գնամ հանգստանամ, քնեմ, գիրք կարդամ, շփվեմ նրա հետ ում հետ ուզում եմ, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մենք գիտենք, որ լարված աշխատանքային տարի է եղել, այսինքն մարդիկ չունեն այն հանգիստը, որը միշտ հիշում են մեծերը հին ժամանակները մեջ բերելով, հա, դրա համար տոները մենք ավելի շատ ընկալում ենք, ոչ թե ուրախության, այլ ավելի շատ դարձել է հանգստի համար օրեր։ Ուստի սա սուբյեկտիվ արդեն մոտեցում է, որը ստրեսի գործոնը մեծացնում է, որտեղ մենք արդեն դրան տալիս ենք, օրինակ, սարսափելի գնահատականը։ Իսկ արդյոք կան հոգեբանական հնարքներ մոտիվացիան արդյունացնելու, այսպես երկար դադարից հետո։ 800,000 դրամը գնաց, ոչինչ, ինչ է սա։ Շուտ պետք է փող աշխատել, չէ։ Ամենակարևոր նախապայմանը ընդունել, որ տոները մեզ մոտ այսպես են նշում, բայց կարելի է նաև պայմանավորվել հարազատների հետ, օրինակ հավաքվել մեկի տանը նշել եւ դա չդարձնել, ես ձեր տուն եմ գալիս, դուք մեր տուն եք գալիս, այդ փոխադարձ անընդհատ գնալ գալու process-ը, որ բոլորին է ձանձրացնում իմիջայլոց։ Կարելի է գծագրել ինչպես հանգստանալ եւ ինչպես օրինակ այս տարի եղավ 7 օր անց, 6 օր անց գնալ աշխատանքի։ Երբ որ մեր ուղեղը նպատակադրված է, արդեն ծրագրավորում ունի, ինքը ավելի հեշտ է տանում այդ ամենը։ Բայց երբ որ մենք մտածում ենք, որ հեսա գալու աշխատանքային օրը եւ ես դեռ չեմ հանգստացել, մենք հավելյալ ստրեսային գործոն ենք ավելացնում, որ արդեն սուբյեկտիվ գնահատականները տակը շատ են։ Իսկ եթե կան գնահատականներ, ուրեմն հույզերը շատ ավելի վառ են լինում։ Նայեք, երեխաները գնում են արձակուրդ, նոր տարի, ձմեռ պապիկ, նվերներ, իրենց մոտ էլ է, չէ, այդ տրամադրության փոփոխությունը լինում, որովհետև դպրոցից հետո մեկի միանգամից վաու ընկնում են տենց երազանքների գիրք, այսպես ասած, ու իրենց համար էլ է տոն փոխվում է տրամադրությունը, ու իրենց համար էլ է շատ կտրուկ այդ մեկ էլ միանգամից վերադառնալ դպրոց, երեխաների հետ կապված ունենք ինչ-որ մեխանիզմներ, ինչ կարելի անել այս դեպքում։ Մեկ օր, երկու օր առաջ արդեն փորձել նախապատրաստվել, ինչ դասեր ունենք թողած, պարտադիր չի ամբողջ օրը։ Մեկ-երկու նախադասությամբ հիշեցնել, որ արդեն այսօր շուտ պարկիր քնելու, որտեղ 2 օրից
ռեժիմը նորից վերականգնվում է, նորից գնում ես դասի, ընկերներիդ մոտ եւ այլն։ Այսինքն նորից ծրագիր տալ ուղեղին, որպեսզի ուղեղը նախապատրաստվի դրան եւ ստրեսը ավելի քիչ լինի։ Կարծում եմ շատ կարեւոր է նաեւ մեծահասակների համար, որ իրենք հանգստյան օրերը միայն չպլանավորեն բաց թողած գործերը լրացնելու համար։ Այլ շատ կարևոր է, որպեսզի օրվա ընթացքում եւ հատկապես տոների ընթացքում մենք մեզ ժամանակ տրամադրենք հանգստի, որը հավանաբար շատերը չեն անում։ Այսինքն ավելորդ ենք համարում հանգիստը, բայց հանգիստը դա շատ կարևոր ատրիբուտ է, քիչ այսպես թեթևացնելով ասեմ, դա մեր կյանքի ինչպես պատասխանատվությունն ենք շատ գերարժեքավորում, այնպես է պետք է փորձենք պատասխանատվությունը մի քիչ նվազ արժեքավորել, ոչ թե չարժեքավորել, այլ արժեքավորել նաև հանգիստը, որովհետև երբ որ մարմինը հանգստանում է, հոգեկան աշխարհը միասին է հանգստանում, հա, երբ որ հանգստանում է, ուղեղը թարմանում է եւ ավելի լավ է աշխատում, ավելի հետաքրքիր է ապրում, նոր ծրագրեր է գծում կամ այն հին խնդիրները, որ չի կարողանում լուծել, փորձում է լուծել, որտեղ մեզ պետք է հանգիստ դրա համար։ Երբ որ մենք պարապ ենք լինում, փոքրուց երևի շատ ենք լսել, պարապ նստել ես, հերիքա, հատկապես դեռահասներին, հա, հերիքա զբաղվի մի բանով, այդ պարապությունը, թվացial պարապություն է, մեր ուղեղը շատ լավ աշխատում է այդ ընթացքում։ Իսկ ինչպես պլանավորել օրը, որ այդ կտրուկ աճը ծանրաբեռնվածության չհանգեցնի նյարդային լարվածության։ Նախ պլանավորել այնպես, որ աշխատանքի ընթացքում թեկուզ 5-ից 10 րոպե պարբերաբար ունենանք հանգիստ, որը իմ աշխատանքային գործունեության ընթացքում շատ քիչ է։ Երբ որ աշխատող մարդկանց հետ խոսում եմ, իրենք համարյա թե չեն իրավունք տալիս իրենց այդ հանգիստը ունենալ։ Շատ կարևոր է այդ հանգիստը ունենալ, դուրս գալ քայլել, թեկուզ սուրճը խմել ոչ բոլորի հետ, եթե այդպես է իմ հանգիստը, երաժշտություն լսել առանձնանալով, մաքուր օդ շնչել, վարժանքներ անել ֆիզիկական, որպեսզի թոթափվի այդ լարվածությունը։ Սա աշխատանքային ժամին։ Իսկ երեկոյան շատ կարևոր է, որպեսզի մենք իսկապես ծրագրենք վաղը ինչ ենք անելու, հանգիստը ներառյալ։ Եվ աշխատավայրում, եւ դրանից հետո պարտադիր է, որպեսզի յուրաքանչյուր մարդ մինիմում այս ժամանակաշրջանը հաշվի առնելով գոնե կես ժամից 1 ժամ ինքը հանգստանա։ Հոգեբաններն են մարդ։ Իհարկե։ Ու անկախ նրանից, որ դուք մաքսիմալ փորձում եք մեզ ուղղորդել, օգնում եք մարդկանց, հա, բայց վստահ եմ, որ այս ամենով դե դուք եք անցնում, այնց հետաքրքիր օրինակ ես վստահ եմ նույնիսկ այս տոների ընթացքում ձեր ընկերները, հարազատները շատերը զանգել են, անի չգիտենք ինչ անենք, խնդրում եմ խորհուրդ տուր, ոնց այս ամեն ինչը հաղթահարենք եւ այլն եւ այլն։ Այդ դուք ոնց եք այս 6 օրը, որ հանգիստ ենք ունեցել, տանն ենք եղել, դուք ինչպես եք անցել, հա, այս ճանապարհը։ Ես պետք է ասեմ, որ պահում եմ որոշակի ավանդույթները պահում եմ, ես սիրում եմ իմ մշակույթը, բայց նաև խախտում եմ դրանք, ելնելով իմ անհատական ցանկություններից, իմ անձնական եւ ընտանիքի ցանկություններից եւ նպատակներից։ Ինչու, որովհետեւ ունեմ կարճ ժամանակահատված, ես պլանավորում եմ մոտավորապես ում հետ եմ ում եմ գնալով եմ գալու, պայմանավորվում ենք եւ ավելի թեթև ու հաճելի է անցնում, այսինքն պարտավորվածությունը իջնում է եւ հուզականությունն ավելի դրական է։ Հուզական ֆոնը ավելի դրական է դառնում։ Պարտադիր հանգստի ժամեր ունենում եմ։ Այլապես հոգեբանը պետք է լավ զգայր է, որ կարողանա աշխատել, ինչպես բոլորը իհարկե։ Աստորեն պայմանավորվել լինում է։ Իհարկե, իհարկե։ Ամսի 2-ին կգաս։ Եկեք հավաքվենք մի անգամից, չգիտեմ, նշենք իրար տեսնենք, սիրենք դիմյանս, հա իհարկե, որտեվ յուրաքանչյուրի մեջ դա արդեն կա, ես հոգնած եմ, չեմ ուզում։ Սա ամբողջ, բացի դա, ամբողջ տարվա գերհոգնածության արդյունքն է, սա ուզում եմ հատուկ նշել։ Բայց նաև ես sense մի բան ավելացնել, եթե իհարկե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղեք։ Բացի այն, որ ծրագրավորել, հա, նախ ինչպես ենք անելու, ում հետ ենք հանդիպելու են, առաջինը իմ կարծիքով շատ կարևոր է, որ մենք ինքներս հոգեպես տրամադրվենք այդ ամենը, որովհետև կարող ենք գծագրել 2 շաբթի սիրանենք, 4 շաբթի գագոենք, 5 շաբթի ռելաքս, ուրբաթ բան, գնումների, շոփինգ, հանգստացա։ Բայց դե մեկ այլի չէ, հավես չունեմ, այսինքն այդ տրամադրվածությունն առաջին հերթին չէ շատ կարևոր։ Շատ կարևոր է մենք ուշադրություն դարձնենք այդքան ինչի չենք ուզում անել։ Միգուցե իսկապես հոգեպես ունենք որոշակի
հոգնածություն կամ ինչ-որ նշաններ կամ ինչ-որ մտքեր, որոնք մեզ խանգարում Ու են։ այդ կետերից մեկը պետք է հանել, հավանաբար։ Պետք է հասկանանք ինչու այդ աստիճան չենք ուզում շփում կամ այդ աստիճան ուզում ենք пассивություն։ Մեզ պետք է հասկանանք իրականում եւ հնարավոր են իհարկե սպոնտան փոփոխություններ եւ դրանք լավ են իրականում։ Մեզ մի փոքր սթափեցնում են, ակտիվացնում են, միգուցե եւ դուրներս չի գալիս, բայց հետո տրամադրություն է փոխվում, այնպես որ սպոնտանությունը եւ է շատ կարեւոր գործոն է մեր կյանքում, որին ընդունելը բավականին դրական արդյունքներ է տալիս։ Շատ լավ։ Իմ բոլորս էլ նկատում ենք, չէ՞, ասում ենք երկուշաբթի էր, հիմա մեկ էլ հոп արդեն ուրբաթ է, ոնց անցավ, ինչ արագ է թռնում ժամանակը։ Ու բացի տոները մենք միշտ գալիս ենք ու բախվում ենք ստրեսին շաբաթ-կիրակին, այդ որ այնքան արագ է անցնում, որ նույնիսկ շատերս չենք էլ սիրում այդ շաբաթ-կիրակին, ասում ենք երկուշաբթի ավելի լավ է, քան թե շաբաթ-կիրակի։ Արդյոք տարբերվում են հա տոներն ու այդ շաբաթ-կիրակիները, որ մենք ամեն շաբաթ sense գալիս ենք բախվում ենք դրան ու ինչպես շաբաթ-կիրակի հետ հարմարվել եւ ինչպես դիմավորել երկուշաբթին հանգիստ։ Նման են իհարկե տոների հետ, ուղղակի տոների ժամանակ կարծես թե ամբողջ աշխարհը հատկապես ամանորյա տոների հետ կապված ամբողջ աշխարհը կանգ է առնում։ Ու դա նպաստում է մեզ ավելի լավ հանգստանալ, որտեղ ոչ ոք չի զանգում եւ ասում մի հատ էս գործը նայեմ, մի հատ էս արա, չգիտեմ, հա, ինչ որ խառնաշփոթ չի առաջանում մեր հանգստյան օրերի մեջ։ Նույն կերպ տրամադրվել, որ իմ հանգստյան օրը սա է, իմ գործանելի օրերը սրանք են, հա, անգամ մինիմալ պլանավորումներ անել, առաջնայինը երկրորդայինից տարբերակել, որովհետև մենք կարող ենք մի անգամից, օրինակ 20 գործ մտցնել մեկ օրվա մեջ, որը անհնար է, որովհետև մենք կատարենք։ Դե երբ որ մենք մինիմալը անում ենք, առաջնայինները, երկրորդայինները թողնում ենք, եթե չլինի էլ այս շաբաթ, խնդիր չի լինի։ Այս դեպքում մենք կարող ենք հանգստանալ եւ տրամադրվել երկուշաբթի օրվան։ Իսկ եթե մենք գերծանրաբեռնում ենք մեր շաբաթ-կիրակին, ուզում ենք փախնել աշխատանքի, մեզ թվում է այնտեղ ավելի կարգավորված է ամեն ինչ, քանի որ այստեղ մենք չենք կարողանում կարգավորել, այստեղ գործոնները միգուցե ավելի շատ են, այնտեղ ավելի հստակ է։ Ուզում ենք արագ գնանք աշխատանքի, որպեսզի բրծնենք այդ մեր առաջացած, մեր գլխում առաջացած քաոսից։ Մեր հեռուստատողներում շարքում կլինեն շատ մարդիկ, ովքեր որ օրինակ չեն աշխատում, ընտանիքը շատ մեծ է, ունեն շատ երեխաներ, ծանրաբեռնվածությունը շատ մեծ է ու օրինակ չեն կարողացել, ինչպես որ մենք քննարկում ենք, հա, այս հանգստյան օրերը կարելի է շատ սիրուն գծագրել, համակարգել, թե ոնց են կնում, իրանք չեն ունեցել այդ հնարավորությունը։ Ու նույնիսկ հիմա օրինակ չունեն հնարավորություն, ինչպես որ դուք խորհուրդ եք տալիս, դուրս եկեք եւ 10 րոպե քայլեք մաքուր օդին։ Դա է, այդ ամեն հնարավորությունն չունեն, որովհետեւ երեխաներին հազիվ ուղարկել են դպրոց, հիմա պետք է հացը պատրաստենք, երեխաների շուրերը լվացք, մեկ էլ եկան տուն, հետո եկավ ամուսինը տուն եմ, որ ես հոգնած եմ, տես ինչ ենք անում։ Այդ մարդկանց մեր շատ սիրելի ինչ խորհուրդ տանք, հա, ինչպես այդ դեպքում միգուցե պատուհանը բացել մի 2 րոպե մաքրոց շնչել, մի հատ բարձր գոռալ այդ մի արդեն հանգստացել։ Դա խորհուրդներ է։ Արդեն ստացվում է։ Շատ կարևոր բան եք ասում, եւ այստեղ շատ կարևոր է հենց ես ինքս ինձ իրավունք եմ տալիս հանգստի։ Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր անձ լինելով շատ ծանրաբեռնված, եթե ինքը ուզում է հանգստանալ, վերականգնվել, հանգստանալ, որտեղ կյանքը միայն աշխատանքի մասին չէ, կյանքը հենց ապրելու եւ լինելու մասին է, երբ որ ինքը կանգ կառնի 5 րոպե, տեսեք, փոքր թիվ եմ ասում, կնստի եւ հենց այստեղ ներկա կլինի, հենց փորձի զգալ ինքը ինչ է անում, ով է, ինչ է զգում, մարմնային, հոգեվոր դաշտում, ինչով է շրջապատված, թափածը թող թափած մնա, կես ժամ հետո կհավաքենք ինչն է խնդիրը, հանգստանամ, հա, թող մի քիչ պարկած մնա, թող պարկած մնա, ասի որ հոգնած է մի փոքր ուշ, չգիտեմ, կանենք ինչ որ պետք է անենք կամ քանի երեխաները տանը չեն միգուցե պետք է հանգստանալ։ Հետո գալու են աժոտաժը մեծանալու է, այսինքն շատ կարևոր է, որ մենք ինքներս մեզ իրավունք տանք եւ գիտակցենք դրա կարևորությունը մեր կյանքում, ուղղակի լինելու կարևորությունը, ոչ թե ես պարտավոր եմ, պետք է, կանոնները կարող ենք տեղափոխել օրվա տարբեր ժամերին։ Շնորհակալ ենք անչափ, քանի որ մեր եթերաժամանակը մի փոքր սող է։ Շատ հետաքրքիր եւ բովանդակային զրույց ունեցանք։ Մեր հյուրներ հոգեբան Անի Շնորհակալ եմ շատ։ Ապիտոնյանը։ Շնորհակալ։ Ձեզ լավ օր։ Ձեզ նույնպես։ Դե ինչ իսկ մենք շարունակենք։ Այո, շատ կարևոր հյուր ունենք եւս մնացեք մեզ հետ կիմանաք ով է լինելու եւ ինչից ենք խոսելու։